Ինձ թվում է Ռաֆը եթե ավելի անկեղծ լիներ, կարող ասեր եւ եթե դու ամենամեծամիտն ես, Դրա համար դու որոշեցիր հանես ամենաուժեղ աղջկան։ Ինչ կապ կա Կամիլայի դեմ քվեարկելու եւ Էմմային պաշտպանելու միջեւ։ Անին խիստ քննադատում է, նրան անվանում են ձևիստ, մեծամիտ, սպարտվող թիմին սպասվում է քվեարկություն։ Մինյոնը հայտարարում է, որ ինքը պատրաստ է լքել խաղ, քարտը փոխանցում է իր ընկերուհուն։ Բնականաբար Մինյոնը այս երեքից ամենաուժեղը չէ, նարնջագույն թիմը այդպես էլ չկարողացավ թիմային մտածել։ Ոչ միայն համարում է իրեն ամենաուժեղը, այլև համարձակ ասում է այդ մասին։ Ես հավատացի, որ նա իսկապես ցավ է ապրում։ Ողջույն, ես Արմանն եմ եւ ես այսօր պատրաստվում եմ քննարկել ձեզ հետ Arm Games reality show-ի հատուկ թողարկումը, այն է սեզոնների բախումը։ Եթե կան մարդիկ, որ չգիտեն ինչ բան է Arm Games-ը, ապա ասեմ, որ դա իր տեսակի մեջ բացառիկ reality show է Հայաստանում, որտեղ մեծ շեշտադրում կա կատարված սպորտային խաղերի վրա, սակայն պակաս կարևոր չէ նաև ինտելեկտուալ եւ մարտավարական գիտելիքները եւ հմտությունները հաջողության հասնելու համար։ Այնտեղ մարդիկ մրցում են միմյանց դեմ, դրանք կարող են լինել բլոգերներ, դերասաններ, հայտնի անձինք, ինչպես նաև ոչ հայտնի անձինք, գնում են, մրցում են, պայքարում են եւ որևէ մեկը հաղթում է խաղը կամ տվյալ եթերաշրջանը եւ ստանում է սովորաբար դրամական մեծ մրցանակ։ Նախորդ տարի Arm Games-ը հայտնիների մասնակցությամբ ունեցել է 2 եթերաշրջան եւ ահա ամանորին այս տարվա սկզբին թողարկել է նաեւ հատուկ թողարկում այս 2 եթերաշրջանների բախումը ցույց տալով։ 2 եթերաշրջանների լավագույն տասնյակն է այն մասնակիցները, որոնց դուք եք ընտրել։ Ինչպես է սա տեղի ունեցել, 2 եթերաշրջանների մասնակիցների միջև Telegram-յան ալիքում հեռուստադիտողները, երկրպագուները քվեարկել են, թե իրենց կարծիքով ովքեր պիտի լինեն եթերաշրջանների բախում թողարկման մեջ։ Եվ ձևավորվել են լավագույն տասնյակներ, սակայն որոշ ընտրված մասնակիցներ չեն կարողացել մասնակցել, ուստի նրանք փոխարինվել են այլ վառ մասնակիցներով, որպեսզի շոուն կայանա, որը մենք հիմա կքննարկենք ձեզ հետ։ Նախքան այս հատուկ հաղորդումը քննարկել, ուզում եմ 2 կարևոր բան տեղեկացնել։ Առաջինը, որ Armenia TV եթերում շուտով մեկնարկելու է Arm Games-ի նոր ձևաչափով եթերաշրջանը, որտեղ էլի մի քանի սերիաներ են լինելու հայտնիների մասնակցությամբ, անպայման պետք է դիտել եւ կարծում եմ ես ինքս էլ այս իմ ալիքում կմեկնաբանեմ այդ հաղորդումները, այնպես որ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին շարունակենք դիտել Arm Games-ը եւ վերլուծել։ Կարևորը մասնակցությունն է։ Իսկ երկրորդ բանը, որ պիտի ասեի, դա այն է, որ ես իրականում Arm Games-ի հետ կապ ունեցող անձ եմ։ Ես ստեղծագործական խմբի անդամ եմ, որը մասնակցում է սցենարների կազմանը, խաղերի ստեղծմանը, ինչպես նաև այլ ստեղծարար որոշումների կայացմանը։ Մի կողմից ես ունեմ շատ տեղեկատվություն, քան սովորական հեռուստադիտողը եւ կարող է որոշ ներքին ինֆորմացիաներ ձեզ պատմեմ։ Տականքներ։ Մյուս կողմից էլ սա ինձ կարող է կաշկանդել, քանի որ ես նկարման հրապարակում աշխատում եմ բոլոր մասնակիցների հետ եւ այսպես թե այնպես նրանց հետ որևէ տեսակի հարաբերության մեջ եմ։ Այսինքն, եթե ես լինեի շարքային հեռուստադիտող, հավանաբար ավելի անկաշկանդ ու համարձակ կարող էի նրանց քննադատել, մեկնաբանել նրանց գործողությունները, իսկ հիմա դա որոշակի կարող է կաշկանդվածություն առաջացնել, որը իհարկե ես փորձելու եմ անդադար հաղթահարել, որպեսզի ինձ չխանգարի։ Մասնակիցները պիտի հասկանան, որ ես վերլուծում եմ նրանց խաղը, նրանց որպես խաղացող, որպես մասնակից եւ որևէ կերպ իմ այստեղ հնչեցած մտքերը նրանց անձերի մասին չեմ։ Հուսով եմ նրանցից ոչ ոք չի նեղանա ինձնից եւ սա կընկալի որպես առողջ մեկնաբանություն եւ տեղ-տեղ նաեւ քննադատություն։ Հուսանք կանից չի թափելու վրեքներ։ Դե հիմա սկսենք արդեն վերլուծել Arm Games սեզոնների բախում հատուկ թողարկումը։ Սա բոլորովին նոր ձևաչափ է եւ թիմերը անգամ ունեն տարբերակված հատուկ համազգեստներ, այսինքն նախկինում որ բոլոր մասնակիցները նույն գույնի հագուստով էին, ապա այստեղ մենք տեսնում ենք 2 հստակ իրարից տարբերվող գույներ, դա նրա համար է, որպեսզի թիմերը զանազանվեն եւ հերթադիտողը նաև բարձ հասկանա թե ով որ թիմից է խաղում։ Եվ այսպես առաջին եթերաշրջանը նարնջագույններն են, երկրորդ եթերաշրջանի մասնակիցները կապույտ համազգեստով են։ Առաջին խաղը, որում մասնակիցները պիտի մրցեն, դա դահուկով, ապա եւ տակառներով ճանապարհի անցնելն է, այսինքն իրենք պիտի հաղթարեն որոշակի տարածություն յուրահատուկ դահուկներով, այսպես երկար, որի վրա կանգնում են մի քանի
մասնակից միանգամից եւ մնացած մասնակիցները ապա տակառների վրա պիտի լինեն եւ կարծես տակառներով նավարկեն, թեև ցամաքում, թեև առանց նավակի, բայց պիտի նավարկեն, այսպես յուրահատուկ ձևով եւ ինչ ենք տեսնում, որ այս խաղում հենց արդեն դահուկների փուլում երկրորդ եթերաշրջանի մասնակիցները մի փոքր արագ են շարժվում եւ դրա արդյունքում կարողանում են նաեւ տակառները այնպես անցկացնել, որպեսզի առաջ անցնեն իրենց մրցակիցներից։ Ու թեև երկրորդ սեզոնի մասնակիցները մեկ անգամ երկու անգամ ընկնում են այդ արհեստական նավակի վրայից, այնուամենայնիվ նրանց հաջողում է հավաքվել եւ շարունակել պայքարը արդյունքում հասնելով հաղթանակի։ Խաղի ավարտից հետո մենք տեսնում ենք, որ աղունիկ անգամ մատն է վնասել։ Վնասել է մատը։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ թիմը իսկապես լիարժեք ներդրվել է ֆիզիկապես հանուն հաղթանակի։ Դե իսկ պարտվող թիմին սպասվում է քվեարկություն։ Սա նորություն է Arm Games-ի նախորդ եթերաշրջանների համեմատ, որովհետև յուրաքանչյուր խաղից հետո պարտվող թիմը պետք է քվեարկության մի կամ երկու մասնակցի հեռացնի շարքերից։ Տվյալ դեպքում մեկ մասնակից, որովհետև դեղիները ի սկզբանե 9 հոգանոց կազմով են հանդես եկել, նրանց մասնակիցներից մեկը չի կարողացել մոտենալ նկարահանման։ Ուստի մեկ հոգու են հեռացնելու եւ պիտի դա լինի պարզ, բայց եւ փակ քվեարկությամբ, այսինքն յուրաքանչյուր անձ պետք է քվեարկի որևէ մեկի օգտին։ Երբ Արամը հայտարարում է քվեարկության պայմանները, Մինյոնը հայտարարում է, որ ինքը պատրաստ է լքել խաղը։ Երեխեք ես կհելն եմ։ Լավ, գրում ենք Մինյոն։ Գրեք, լուրջ եմ ասում, գրեք։ Չի արի։ Լուրջ եմ ասում։ Սակայն նրա ընկերուհին Լեյդի Անին սթափեցնում է Մինյոնին եւ վերադարձնում է շարքերը պայքարի։ Ուստի պետք է ամեն դեպքում փակ քվեարկությունը կայանա։ Այստեղ կարող եմ ձեզ ներքին ինֆորմացիա ասել, որ իրական մասնակիցները դեմ էին, չէին հասկանում ինչ սկզբունքով պիտի ընտրեն այդ մեկին, որ պիտի հեռանա խաղից, եւ կարծես այսպես ընկերություն էին ուզում, հա, անային միմյանց մեջ, բարեսիրտ գտնվել եւ յուրաքանչյուրը առաջին անգամ իրենց տրված թղթերի վրա գրել էին իրենց անունները։ Սա իհարկե խաղի կանոններին դեմ էր եւ Արամ Մելիքյան նրանց թույլ չտվեց այդպես շարունակել եւ այնուամենայնիվ վերադարձրեց խաղի կանոններին, այն է ընտրել որևէ մասնակցի, բայց ոչ իրենց։ Եվ այսպես քվեարկությունը կայացավ եւ բավական հետաքրքիր ընթացք ունեցավ։ Արենը որ Կամիլայի դեմ էր քվեարկել, բացատրեց իր քվեարկությունը նրանով, որ ինքը ամեն գնով ուզում է պաշտպանել Էմային, պաշտպանել, սակայն ինձ համար մի քիչ պարզ չէ, թե ինչ տրամաբանություն կամ ինչ կապ կա Կամիլայի դեմ քվեարկելու եւ Էմային պաշտպանելու միջեւ։ Տվեք քեզ որտե չգիտեմ խի, որտե Էմային չի ընտրելու հաստատ։ Կարեն ընտրեց Կամիլային։ Հնարավոր դեպքերում փորձել եմ Էմային փրկեմ, ասեմ։ Եթե Կամիլան այն անձը լիներ, որի դեմ շատերն են տրամադրված եւ նրա դեմ էին քվեարկելու, գուցե ես հասկանայի, բայց այս քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ Կամիլայի դեմ ընդհանրապես երկու ձայն կար, որոնցից մեկը Կարենինն էր, Անիի դեմ, Լեյդի Անիի դեմ երկու ձայն կար եւ 4 ձայն գնաց Հայգի դեմ։ Սա շատ հետաքրքիր է եւ ցույց է տալիս, որ նարնջագույն թիմը այդպես էլ չկարողացավ թիմային մտածել եւ հասկանալ, որ առաջիկա փորձություններում իրենց դժվար է լինելու եւ առանց այդ էլ իրենց շարքերում տղաների թիվը ավելի քիչ էր, քան աղջիկների եւ այս դեպքում հեռացնելով տղայի, իրենք կարծես ավելի թույլատրին իրենց թիմը։ Որ Ռաֆոն ասում է, որ ինքը քվեարկել է Լեդի Անիի դեմ եւ կարծես Ռաֆը միակն է այս թիմից, որ հասկացել է, թե ինչ լոգիկայով է պետք քվեարկել։ Այսինքն հասկացել է, որ տղաների դեմ չպետք է քվեարկի եւ աղջիկներից ընտրել է Անին, թե ինչու նա չի պարզաբանում, բայց այստեղ Անին մի խրոխտ հայտարարություն է անում, ասելով, որ դու քվեարկել ես ամենաուժեղ աղջկա դեմ։ Եթե մենք անում ենք Հայկին ու իր ֆիզիկականով, մենք էլի կրվելու ենք ու էլի կանգնելու ենք ամեն անգամ այս բանի առաջ։ Դրա համար դու որոշեցիր հանես ամենաուժեղ աղջկան։ Ես չգիտեմ դու ամենաուժեղն ես թե չէ։ Զգացում է, որ Ռաֆը դրա հետ համաձայն չէ եւ ասում է, ես չգիտեմ դու ամենաուժեղն ես թե ոչ։ Ինձ թվում է Ռաֆը եթե ավելի անկեղծ լիներ, կարող ասեր եւ իթե դու ամենամեծամիտն ես, որտեվ Անի այդ արարքը շատ մեծամիտ է հնչում այդ պահին մանավանդ մյուս աղջիկների ներկայությամբ։ Բայց ես ուզում եմ Անին գովել իր համարձակության համար, այսինքն նա ոչ միայն համարում է իրեն ամենաուժեղը, այլև համարձակ ասում է այդ մասին եւ ասում է ճիշտ տեղում բոլորի ներկայությամբ առանձին տեսախցիկի չի ասում, առանձին 1-2 մասնակցի չի ասում, բոլորի ներկայությամբ է ասում, եւ եթե մյուս աղջիկները չեն հակադրվում, գուցե իսկապես նա ամենաուժեղն է։ Ամեն դեպքում այս հայտարարության դիտողներն էլ ոչ միանշանակ են վերաբերվել եւ ես մեկնաբանություններից հասկացա, որ
Այս հաղորդումից սկսած կարծես Լեդի Անիի նկատմամբ վերաբերմունքը երկրպագուների շրջանում փոխվում է։ Այս մասին դեռ ավելի ուշ էլի կխոսենք, բայց փաստը արձանագրենք, որ այնուամենայնիվ Հայգը հեռանում է խաղից, հաղորդավարներն ասում են, որ նրան դեռ հնարավորություն տրվելու է գոնե մեկ խաղի մասնակցելու, այսինքն նա վերջնականապես նախագիծը չի լքում։ Իսկ հաջորդ խաղից առաջ, քանի որ թիմերում արդեն տարբերություն կա թվային, անհավասարությունը մեծ է, պետք է պարտվող թիմը 2 մասնակցի հեռացնի խաղից, այսինքն որպեսզի լինեն 8-ը 8-ի դեմ։ Եվ բնականաբար պարտվող թիմը հեռացում է իր կարծիքով ամենաուժեղներին։ Նորեն ու հրիփսիմեն կհանենք այս պարագայում, թող իրանք հանգստանան։ Կզարմանայինք, շատ պրիմիտիվ եք, գոնե մի քիչ մտածեիք։ Հա, դե մենք ոչինչ տենց ենք։ Սա հնարություն է տալիս Նորոյին ու Հրիփսիմեին նաև չմասնակցել քվեարկությանը, եթե իրենց թիմը պարտվի, այսինքն քանի որ իրենք խաղին չեն մասնակցել, պարտության հետ կապ չունեն, ապա նրանց դեմ քվեարկել չի լինի եւ նրանց հեռացնելով խաղից ինչ որ իմաստով հակառակորդը նաեւ նրանց պաշտպանում է եւ անցկացնում է հաջորդ փուլ։ Երկրորդ խաղը պարսատիկն է նորացված տարբերակով, այսինքն թիմի մի մասը կրակում է գնդակները պարսատիկով, մի մասը փոքրիկ զամբյուղներով պիտի փորձի օդից դրանք բռնել եւ քանի գնդակ բռնի, այդքան միավոր կստանա։ Նարնջագույնների թիմը բաշխում է այնպես, որ աղջիկները կանգնում են բռնողների զոնայում, իսկ կապույտները այդ զոնայում խառը սեռային կազմ են ուղարկում, այսինքն տղաներ եւ աղջիկներ, եւ սա կարծես թե մարտավարական առումով որոշիչ է լինելու ամբողջ խաղի համար։ Ռմբարկուի կրակողի դերում Լիլիթ Գալստյանն է երկրորդ եթերաշրջանում, իսկ նարնջագույնների մոտ տղաներն են կրակում։ Եվ այստեղ տեղի ունենում Լիլիթի ու Ռաֆոյի միջև այս յուրահատուկ քիմիան, այսինքն նրանք ինչ որ ձև իրար շատ լավ են հասկանում, գուցե դա նրանից էր, որ նախորդ եթերաշրջանի եզրափակչում նրանք որպես զույգ էին հանդես եկել եւ այսպես հայտնի էին դարձել իրենց արարքներով, բայց այս դեպքում Լիլիթն ու Ռաֆը հանդես են գալիս որպես իրենց թիմի համար ուժեղագույն մասնակիցներ եւ շատ է նպաստում թիմի հաղթանակին։ Նարնջագույնների մոտ որոշ գործողություններից հետո հասկանում են, որ պետք է Հյուգոին փոխարինեն Լեդի Անիով, այսինքն Հյուգոն կրակողների զոնայից գնում է բռնողների զոնա։ Այդ պահին Կամիլան մեկնաբանում է ասելով, հա, յանի որ եկար ինչ կփոխվի, այսինքն այնպես չի որ դու եկար հեսա սկսելու ես բռնել, եւ կարծես ճակատագրի հեգնակով ճիշտ նույն վայրկյանին Հյուգոն բռնում է առաջին գնդակը։ Յանի որ դու եկար ինչ ափոխվելու։ Կրակ։ Ասեմ ավելին, Հյուգոն բռնում է նաև դրա հաջորդ գրակած գնդակը եւ կարծես հաշիվը հավասարեցնելու շանս է առաջանում, բայց քանի որ կապույտները ի սկզբանե բականին զգալի միավորներով առաջ են եւ նրանք շարունակում են լավ խաղալ, այսինքն Լիլիթ եւ Ռաֆո զույգը, հա, այս շատ լավ է համադրվում, ապա Հյուգոյի մասը բռնող որպես դերը էլի չի փրկում նարնջագույններին։ Այսպիսով դարձյալ հաղթում են կապույտները եւ նարնջագույնների արչեւ դարձյալ դրված ընտրություն, այս անգամ ավելի բարդ եւ այս անգամ յուրահատուկ ձևի ընտրություն, այսինքն պարզ քվեարկություն չէ։ Նրանք նախ պիտի հրաժեշտ տան 2 մասնակցի եւ մինչ այդ անելը պիտի ընտրեն, թե ով է իրենց թիմի ուժեղագույնը։ Այստեղ առանձնակի քննարկում տեղի ունենում թիմի ներսում, մենք տեսնում ենք, որ դարձյալ համարձակ խոսող Լեդի Անին է ասում, որ իմ կարծիքով ուժեղագույնը Կարենն է եւ նրա այդ վիճողներ կամ չհամաձայնողներ չկան, այնտեղ Հյուգոն այսպես թեթևակի համաձայնում է եւ կարծես թե լռությամբ, բայց միաձայն անցնում է Կարենի տեխնատությունը եւ ասվում է, որ Կարենի վրա դրվելու է մեծ պատասխանատվություն, այն է նրան տրվում է կանաչ քարտ, այսինքն նա ավտոմատ հաջորդ խաղում է եւ նա պիտի որոշի ով կմնա եւս խաղում։ Դե Կարենը ինչպես արդեն առաջին քվեարկության ժամանակ հայտարարել էր, ամեն գնով պիտի փրկի Էմային եւ նա այդ քարտը իհարկե փոխանցում է Էմային։ Էման իր հերթին այդ քարտը տալիս է Հյուգոին, թեև առաջին քվեարկության ժամանակ նա հենց նրա դեմ էր քվեարկել։ Հյուգոն տալիս է հավանաբար իր մտերիմ Լիլիին, Լիլին իր հերթին տալիս է Լեյդի Անին եւ ահա այստեղ է որ որոշիչ է, որովհետեւ Անին գիտի, որ 2 մասնակից պիտի լքի խաղը։ Եվ այդ 3 մասնակիցները, որ մնացել են, այնտեղ է Ռաֆին, Կամիլան եւ Մինյոնը։ Բնականաբար Մինյոնը այս 3-ից ամենաուժեղը չէ, սակայն ինչպես արդեն ասացի, նարնջագույնները ընկերություն են խաղում, ոչ թե մրցում են։ Ես ճիշտ ասած ընտրություն չունեմ էլ միանշանակ։ Եվ քարտը փոխանցում է իր ընկերուհուն։ Այսպիսով Ռաֆին եւ Կամիլան դուրս են մնում խաղ պայքարից եւ նարնջագույնները փաստորեն եւս մի տղայի են իրենց շարքերից հեռացնում այն դեպքում, երբ որ կապույտները դեռևս ամբողջական կազմով են մնացել։ Եվ այսպես 10-6-ի դեմ
կազմերով պետք է սկսեն երրորդ խաղը եւ այս դեպքում նարնջագույնները պիտի հեռացնեն կապույտներից 4 հոգու, որովհետեւ նրանք չմասնակցեն խաղին, բայց նրանք չեն կարող կրկին հեռացնել Ռիփսիմեին եւ Նորոյին, որտեղ մեկ անգամ արդեն արել են դա։ Այս անգամ դարձյալ Կարենը կարծես արդեն թիմի ավագ որպես ձևավորվող ինքն է հնչեցնում այն մարդկանց անունները, ովքեր չեն մասնակցելու։ Ստյոպը, Լյովը, Լիլիթ եւ Ռաֆի։ Այս դեպքում էլ ինչպես նախորդ անգամ Լիթը Գալստյան իր սուր լեզվով ասում է, որ մրցակիցներին անվանում է պրիմիտիվ։ Պրիմիտիվ։ Երկրորդ անգամ պրիմիտիվ է։ Ամեն դեպքում նանջագույնները նրանց չեն հակադարձում կամ չեն վիրավորում ի պատասխան, ուղղակի այսպես հումորի են տալիս եւ անցնում են առաջ եւ խաղը սկսվում է։ Նոր խաղ է Arm Games-ում 6 անկյուն, որը յուրահատուկ փորձություն է մասնակիցների համար այն առումով, որ իրենք բարձր դիրքում կանգնած պիտի փորձեն ծանրությունը պահել գետնից բարձր եւ թույլ չտալ, որպեսզի այն հպվի հատակին։ 6-ը 6-ի դեմ մրցում են եւ որոշ ժամանակ անց մի մասնակից պետք է լքի պայքարը։ Առաջինը նարնջագույնների թիմից ծանրությունը բաց է թողնում Էման, իսկ կապույտների կողմից Անահիտը։ Այնուհետև երկրորդ մասնակիցը, երբ որ պետք է հեռանա, նարնջագույնների կողմից դա Մինյոնն է լինում, կապույտների կողմից Աղունը։ Երրորդ մասնակիցը, որ բաց է թողնում նարնջագույնների կողմից, Լիլին է, եւ այստեղ է իմ կարծիքով, որ նարնջագույնները թույլ են տալիս մարտավարական սխալ։ Հենց այն պահին, եւ Լիլին արդեն բաց է թողնում պարանը, ակնհայտ է, որ Անի ուժերը հատում են։ Նա վերջին այսպես իր ռեսուրսներով է փորձում իր կամքի ուժի շնորհիվ է փորձում պահել եւ գնալով նրա վիճակը վատանալու է։ Այնինչ Լիլին կարծես թե ավելի հեշտ է իր գործը անում եւ նրանից չի զգացվում որ նա շատ ծանրաբեռնված է, բայց այստեղ Անիի ինքնագնահատականն աշխատում է իր դեմ։ Դրա համար դու որոշեցիր հանես ամենաուժեղ աղջկան։ Նախ նա չի կարող բաց թողնել ծանրությունը, քանի դեռ որևէ աղջիկ պահում է, այսինքն նա իր ընկալմամբ եւ գուցե նաեւ թիմի աչքերում պիտի լինի վերջինը, որ բաց է թողում այդ ծանրությունը։ Մեջքս կոնկրետ ահավոր ցավում։ Զգացում է թե Անին իսկապես ինչ դժվար է, բայց նա ի պատիվ իրեն պիտի ասեմ, որ իսկապես պայքարում է եւ զգացվում է, որ հաշտ չի նա պարտության հետ եւ թեև նույնիսկ ինչ որ պահի մասնակիցները, մրցակիցները նրան հորդորում են բաց թողնել, ասում են որ առողջությանդ կվնասես, բայց Անին իսկապես չի թողնում եւ սա նաեւ գուցե դրանից էր որ նա ինքն է ստեղծել այդ իմիջը, որ նա ամենաուժեղ աղջիկն է եւ չի կարող այդքան շուտ հանձնվել։ Իրավիճակը այնքան է լարվում եւ Անիի վիճակը այնքան է արդեն վատանում, որ թիմի այսպես կոչված ավագը, ոչ պաշտոնական Կարենը որոշում է պարտությունը իր վրա վերցնել, պարտության պատասխանատվությունը եւ ինքն է առաջինը դնում ծանրությունը, այսպիսով Անիին ազատելով այդ բեռից։ Բնականաբար արդեն Անին բաց է թողնում եւ այսպես շատ դրամատիկ կադրեր ենք տեսնում, թե ինչքան վատ է նա իրեն զգում։ Մեջքը շոտ Ուզում եմ խոսել նաև կապույտների վերաբերմունքից Անիի նկատմամբ։ Կապույտները իհարկե ուրախանում են, որտեղ իրենք արդար պայքարում հաղթել են, բայց եւ կարծես չի նկատվում որևէ կարեկցանք Անիի նկատմամբ։ Սա իրական տարօրինակ է ինձ համար, որտեղ Անին մասնակցել է նաև երկրորդ եթերաշրջանին եւ ամենաշատը նահանջագույններից նա կարող էր ընկերներ ունենալ հակառակորդ թիմում, բայց զգացում եմ, որ ընկերներ առանձնապես նա այնտեղ ձեռք չի բերել։ Սա կարող է իհարկե պայմանավորված լինել նրանով, որ Անին առաջին եթերաշրջանի մասնակիցն ու հաղթողն է եւ երկրորդ եթերաշրջանը սկսել է, նոր մասնակիցների համար անհասկանալի է եղել, թե ինչու է արդեն մեկ անգամ հաղթած անձը եկել իրենց հետ մրցելու կամ գուցե այլ անձնային հատկանիշների պատճառով Անին առանձնապես կոլեկտիվը չի սիրել, չի ընդունել։ Սա զուտ իմ տպավորությունն է, գուցե սխալվում եմ կամ առնվազն այն տասնյակը, որը մրցում է տվյալ պահին Անիի դեմ, այդպիսի վերաբերմունք է ցույց տալիս։ Չդնեք։ Միլո կարաս թողես։ Հաղթանակից հետո կապույտները բաց չեն թողնում իրենց ծանրությունը, ընդգծելով, որ տեսեք մենք կարող ենք ավելի երկար
պահել, հատկապես Ռուզանն է աչքի ընկնում այդպիսի հայտարարություններով, ասելով, որ ես մարզիկ չեմ, բայց ես երկար դիմացա, այստեղ էլ կա հենց Անին հավանաբար նկատի ունի, որտեղ Անին, ինչպես գիտենք, մարզիկ է եւ կարծեմ լողով է զբաղվել, եթե չեմ սխալվում։ YouTube-յան մեկնաբանություններից շատերը հավանումներ են ստացել այն մեկնաբանությունները, որտեղ Անին խիստ քննադատում է, նրան անվանում են ձևիստ, մեծամիտ, ինչ որ այս տեսակ բաներ։ Ես էլի մարդ, որը ներկա է եղել նկարահանումը, որպես ներքին տեղեկատվություն, պիտի ասեմ, որ ես այնտեղ տպարություն չեմ ստացել, որ Անին ձևացնում է, այսինքն նա իսկապես ցավի մեջ էր։ Օրինակ, երբ որ նկարահանման դադար հայտարարվեց, Անին դեռ որոշակի ժամանակ այդ նույն տարածքում կիսապարկած կամ պարկած վիճակում փորձում էր իր մեջքի ցավը վերականգնել։ Այսինքն առնվազն ես հավատացի, որ նա իսկապես ցավ է ապրում, գուցե նա մի փոքր չափազանցրել է, որպեսզի իր պարտությունը ավելի այսպես բացատրի, բայց դա այն է, ինչ ես զգացի։ Ես ասացի, ես նրա կողմից ձևականություն չեմ զգացել։ Ամեն դեպքում ամեն մարդ վստահում է իր տեսածին եւ էմոցիաներին, հերթադիտողների շատերը դա այլ ձև են տեսել եւ հետաքրքիր է, որ այս հաղորդումը իմ կարծիքով ի վնաս Անիի աշխատեց։ Եթե առաջին եթերաշրջանում նա փայլել էր, նա մեծ թվով երկրպագուներ էր ձեռք բերել եւ նրանք դեռ կան իհարկե այդ երկրպագուները, բայց այս սեզոնների բախումից հետո նա նաեւ որոշակի ժամանակակից լեզվով ասած հեյթերներ ձեռք բերեց։ Այսքանով ուզում եմ ավարտել իմ առաջին հաղորդումը Arm Games-ի վերաբերյալ եւ թողնել սեզոնների բախման հաղորդման երկրորդ կեսը իմ մյուս հաղորդումներում մեկնաբանելու համար։ Իսկ դուք մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը, ինչ կարծիք ունեք նարնջագույնների, կապույտների խաղի մասին, անհատների վերաբերմունքի, միմյանց մինչև հարաբերությունների վերաբերյալ։ Եթե ձեզ դուր եկավ այս ձևաչափով քննարկումը, կառաջարկեմ ձեզ բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մյուս հաղորդումները։ Շուտով կհանդիպենք։